Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն եմ։ Տարիներ շարունակ ապրել ապահով եւ ազատ կյանքով, սակայն ներքուստ մշտապես կրել թերարժեքության մի անհասկանալի զգացողություն, որն օրվա մեջ եւ ոչ մի վայրկյան հանգիստ չի տալիս։ Ունես ամեն ինչ՝ աշխատանք, տուն, սիրելի մարդիկ, սակայն գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ այդ ամենը չի լրացնում հոգուտ ամենախորքում պարփակված անտեսանելի այդ ցավը։ Իսկ ամենադժվարն այն է, որ ժամանակի ընթացքում այդ պահերն ու ապրումները ավելի հաճախակի են դառնում եւ սկսում են կեղեքել հոգիդ։ Տարիների ընթացքում կուտակված ապրումներն ի վերջո ձևավորում են մի հզոր էներգիա եւ ստիպում կյանքդ 180 աստիճանով փոխելու որոշում կայացնել։ Մեր այսօրվա հյուրն այդպես էլ արել է։ Փիթեր Թելյանի հայրենադարձության պատմությունն ենք բացահայտելու։ Փիթեր, ողջույն։ Բարև ձեզ, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, մերսի, բարեկալուց Ալտար։ Շնորհակալություն։ Փիթեր, քանի որ մեր այսօրվա նկարահանումները անցկացվում են ոչ գրասենյակային պայմաններում, առաջարկում եմ մի փոքր նկարագրեք, որտեղ ենք մենք հիմա գտնվում եւ ինչ կապ ունի այս գեղեցիկ վայրը ձեր ու ձեր ընտանիքի հետ։ Այո, մենք գտնվում ենք Ալտար Coffee and Books, շրջան գրախանութ։ Ես եմ հիմնադիր տնօրենն եմ եւ ուրախ ենք ձեզի ընդունել այսօր այստեղ։ Շնորհակալություն։ Փիթեր, ձեր բիզնեսի մեկնարկը համընկավ Հայաստանի համար բավականին դժվար ժամանակաշրջանի հետ, նկատի ունեմ 2020 թվականի պատերազմը, որին էլ նախորդել էր COVID-ի համավարակը։ Ձեր բիզնես գաղափարի կյանքի կոչման ճանապարհին արդյոք ունեցել եք պահեր, երբ մտածել եք կանգ առնել, եւ ինչն է խթանել ձեզ առաջ շարժվել։ Որ ճիշտ ասեմ, շատ ենք մտածել կանգ առնել, որովհետև ցանկացած բիզնեսի մեջ դժվարություններ առաջանում են։ Ճիշտ եք ասում, մենք դժվար ժամանակաշրջան ենք բացել, բայց մենք գիտենք, որ սա պետք է անել, դրա համար մենք շարունակեցինք ու այդ դժվարությունները անցել ենք, բայց քիչ չեն եղել դժվարություններ։ Ինչ է նշանակում Ալտար։ Ինչ ուղերձ է պարունակում անվանումը։ Ալտարի բանությունը չի սկսվում 2020 թվականից, սկսվում է ընդհանուր աշխարհի բանության սկզբից։ Նույնահապետ որ իջավ տապանից, որտեղ իջել, այս տարածքաշրջանում։ Եվ իր առաջին գործողություն, որ արել է, ինքը շնորհակալություն հայտնեց Աստծուն եւ զոհասեղան կառուցեց իր Աստծո առաջ։ Դա եղել է Աստվածաշնչի մեջի առաջին զոհասեղան։ Իսկ ալտարը հենց դա է նշանակում, զոհասեղան, անգլերեն, թե ռուսերենով, ալտարը նշանակում է զոհասեղան։ Ինչպես եք այդ մեծ գաղափարը տեղայնացրել սրճարանի մեջ։ Այո, իհարկե այդ ալտարի խորհուրդը զոհասեղանի մենք փորձել ենք մտցնել դիզայնի մեջ, մատուցման ձևերի մեջ եւ այլն հաճելի ձևերով։ Շատ հետաքրքիր է, որ Հայաստանում բիզնեսի բազմազան ճյուղեր կան, սակայն դուք ընտրել եք հենց ռեստորանային ոլորտը։ Ինչու խոհանոցը հոգեհարազատ է ձեզ։ Այո, շատ հոգեհարազատ ոլորտը, ես շատ խորացած եմ խոհանոցի մեջ, անձամբ շեֆ-խորհար եմ եւ տարբեր ձևեր կան, այս սրճարան կաֆե, որ կկարողանամ նաեւ աշխատեմ այդ ոլորտի մեջ։ Դուք եք ստեղծում ուտեստները։ Ես եմ ստեղծում մենյուն ուտեստներ, մեր մենյուն, մեր սպասարկման ձևը եւ այլն ավելի շատ, քանի որ ես ընդդեից եմ եկել, ամերիկական, ավելի շատ ամերիկյան ոճով, թե ինչա որ մենք տալիս ենք մենյուով, թե սպասարկման ձևից։ Տեղացիները հավանում են այդ ուտեստները։ Մենք սովորացրեցինք սկզբից, այդ մշակույթը ներդրեցիք։ Այո։ Իսկ ովքեր են լինում հիմնականում ձեր այցելուները։ Բոլորը գալիս են։
երիտասարդից մինչև տարիքով, մարդիկ, տարբեր ազգեր, որ այցելեք կտենակ։ Մենք նաև նկատեցինք, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ունենք աշխատողների մեջ։ Այո, շատ տարբեր լեզուներով ենք խոսում եւ այլն, դա իմ համար շատ գույնավոր բան։ Գիտենք նաև, որ սրճարանում անգլերենի դասընթացներ են կազմակերպվում, տարբեր քննարկումներ են կազմակերպվում։ Ովքեր են անում քննարկումները, ովքեր են մասնակցում, ինչեր են ներկայացնում այդ ծրագիրը։ Ես անձամբ Ամերիկայից եմ եւ մեր շրջապատ ունենք լիքը ընկերներ, որը իրանց մայր լեզուն օրինակ անգլերեն, իսկ իրանք են անցկացնում այս օրինակ քննարկումներ անգլերեն ակումբ կարելի ասվի եւ դա շատ լավ հնարավորություն երիտասարդների համար, ասենք որ իրենք պարապում են, սովորում են անգլերեն, բայց էսի հնարավորություն է տալիս, որ հաջելի միջավայրում ոնց որ պարապեն ինչ-որ մարդու հետ, որ իր մայր լեզուն հենց անգլերեն։ Փիթեր, հետաքրքիր է ձեր կարծիքը ժամանակակից մրցակցային պայմաններում ինչն է կարևոր բիզնեսի համար։ Օրինակ նորաթուխ գործարարը ինչ պետք է անի, որպեսզի հաջողի եւ զարգանա, եւ հակառակը ինչը կարող է տանել ձախողման, ինչից պետք է վախենալ։ Պահերը լինում ցանկացած բիզնեսի մեջ ու ցանկացած երկրում, որ կարող է հիասթափություն առաջանա, կարող է մարդը փոշմանի ինչ-որ չափով, բայց մի բան է եղել միշտ, որ ինձի ուժ է տվել, այս ամեն ինչը չի կարող իմ անձամբ ուժով անել, բայց ես ունեմ Աստված, որը իմ հետ է եղել, ուժը տալիս, միտքը տալիս եւ օգնությունը տալիս։ Սրճարանում նաև հոգևոր արժեքներից զատ նկատում ենք ազգային տարրեր։ Ձեզ համար ինչ դեր եւ նշանակություն ունի հայկականությունն ու ազգայինը եւ ինչպես եք փորձում ներդնել սրճարանի, այսպես ասած, կյանքի գործունեության մեջ։ Մենք շատ խոր պատմություն ունենք որպես հայ ազգ։ Մեր արմատները տնկած են քրիստոնեության մեջ։ Մենք էլ այստեղ մեր գործով ուզում ենք մեր այդ արմանների համապատասխան լինենք եւ պաշտպանել այդ ամեն ինչը։ Դրա համար թե մեր գրքերի տեսականի վերնագիրները, որ ստեղ շարացնես, թե մենակ սրճարան չի, նաև գրախանութ, հոգևոր թեմաներով աստվածաշունչներ կան, թեմայի մեջ ունենք մեսրո մաշտոց, որ ստեցել է հայերեն Այբուբենը, առաջին նախատասությունը աստվածաշունչից է, այո, որը թարգմանվել է ու գրվել է։ Սկսում է ոնց որ անհասկանալի նշումներով, հետո գնալով խոսքը արդեն ճանաչելի է դառնում։ Հաղորդման այս հատվածում խոսելու են Կալիֆոռնիայում ձեր կյանքի, գործունեության եւ արդեն հետո Հայաստան տեղափոխվելու մասին։ Ինչպես է ձեր ընտանիքը հայտնվել Միացյալ Նահանգներում։ Իմ պապայի պապիկը եղել է այն մարդը, որ ինքը փախել է ջարդի ժամանակ ու հասել է Նյու Յորք։ Դա եղել է 1913։ Ինքը մեծ ընտանիքից էլի 8 երեխա հասել է Ամերիկա մի հատ տեղ պատրաստի իր մնացած ընտանիքի ատամների համար։ Մինչև պատրաստել է արդեն ուշ էր, արդեն համարյա թե բոլորը գորել են։ Դենսա որ մնացել է ու ինքը այդ ամեն ինչ ոնց որ թողել է։ Լեզու մշակույթ ինչ որ չափով եւ այլն ամուսնացել է օտարի հետ։ Իսկ չի փնտրել իր հարազատներին հետո։
տարիներով փնտրել է ու այդ ընթացքում բարձվել է, որ մի հատ եղբայր կա, բայց մնացածը գորել են կարող է կան, կարող է չկան, մենք չգիտենք։ Ես միշտ ասում եմ, որ կյանքը արմատներից է գալիս։ Երբ որ մենք մտածում ենք օրինակ մի հատ ծառ, եթե արմատ չունի, Չի ծաղկելու, կչորանա։ Կչորանա, ինձ չի ծաղկելու։ Դրա համար, երբ որ մենք միանում ենք մեր արմատների հետ, արդեն այնտեղ մեծ նշանակություններ ունի ու մենք կարանք մեր կյանքի նպատակ նաև գտնենք։ Փիթեր, իսկ ինչ զգացիք, երբ գնացիք այցելեցիք հայկական քաղաքներ եւ գտաք ձեր նախնիների տունը։ Ինչ ապրումներ ունեցաք։ Հետաքրքիրը այնա, որ ոնց ասեցի, պապիկիս պապան, որը եկել է 1913։ Ինքն էլ մեծ ընտանիքից էր, 8 երեխա։ Ես էլ, որ գնացի հետ, արդեն 2013, ուղի 100 տարի, ու ես էլ թողել եմ իմ աղբերներ քույրեր, որը էլի 8 ենք, 8 ատամ ենք ու վերադառնել ենք այնտեղ։ Այդ օրինակ ես այդքան չի կարա պատկերացնել, նշանակում է, որ այնտեղ ինչ-որ նշանակություն կա, հա։ Ինչ ապրումներ ունեցաք, երբ տեսաք ձեր նախնիների տունը։ Ես որ գնացի, ոչ լեզու գիտեի, ոչ ճանապարհ գիտեի, ես ամեն ինչ ոնց որ զիրոյից սկսեցի ման գալ եւ լեզու եմ սովորել, հետո սկսեցի բոլոր այն հայկական քաղաքներին ոնց որ ման գալ եւ նաեւ մեր պապիկների գյուղ գնացի մի քանի անգամ իմ հոր հետ, իմ աղբերների հետ, տարբեր մարդկանց հետ ու մենք գտել ենք հենց այդ գյուղ, հենց այդ տարածքը, որտեղ տունը կարար լիներ եւ այլն, չեմ կարա բացատրեմ դա ինչ զգացումներ էր տալիս, ինչ զգացումներ էինք ապրում այն ժամանակ, բայց ոնց ասեցի, սկզբում կապը ստեցել արմաների հետ։ Գիտենք, որ այնտեղ ծանոթացաք ձեր կնոջ Շուշանի հետ։ Արդյոք նա էր պատճառը, որ հետո արդեն տեղափոխվեցիք Հայաստան մշտական բնակության։ Ես սեր եմ գտել։ Իմ ապագայի կնոջ հետ եմ ծանոթացել ու իր հետ եմ եկել Հայաստան առաջին անգամ։ Իսկ դրա մեջ լիքը գույնավոր զգացմունքներ կան, եթե ամուսնացած ենք, մենք գիտենք դրա մասին, եւ ինքը ինձ շատ օգնեց բացահայտել Հայաստան եւ այդ իմ համար, այդ նոր էջը բացելու համար Հայաստանի հետ կապված է բոլոր հարցերը։ Եկա Հայաստան, ես զարմացա, ես չեմ եղել հայկական միջավայրում։ Ամերիկայում որ մեծացել եմ, երբեք իմ շրջապատ չի եղել հայկական։ Դրա համար ես մի բառ հայերեն չգիտեի, հասել եմ ստե, հետո տեսա լիքը հայեր, տեսա լիքը նորություններ եւ էլ ավել եմ խորացել են տենց ասած արմանների մեջ։ Որտեղ եք առաջինը գնացել։ Մենք ուղի գնացել ենք Ծիծանակաբերդ եւ էլ ավել զգացմունքներով եւ այլն ինձի տարելա դեպի այն ոնց որ ասեցի այն արյան այդ փոքր արյան կանչած գայնակունքները որ մնացել է, բայց այդ ամեն ինչի հաշվին որոշել եմ, որ հա տնկեմ իմ արմանը ստեղ եւ սկսեմ սովորել, ամուսնանալ, ընտանիք ստեղծել, բիզնես ստեղծել եւ այլն։ Հիանալի որոշում է եւ կարծում եմ առաջին շրջանում բավականին բարդ էր առանց լեզվի հաղորդակցվել մարդկանց հետ, բայց այսօր արդեն ինչ որ չափով նորմալ խոսում եք հայերեն, արդյոք ձեր կինը եւս օգնեց դրանում, թե ինքնուրույն սովորեցիք լեզուն։ Իմ կինը այդքան չի օգնել հայերենի մասով, բայց ինքը քանի որ անգլերենի մասնագետ, ինքը մեկ-մեկ ուղղում էր իմ անգլերենը։ Ճիշտ է, մի քիչ արդար չի, բայց տենց է, ես գործի մեջ եմ սովորել, շփման մեջ եւ այլն եւ դժվարությամբ մենք բավական
բարդ լեզու ունենք, Հարուստ լեզու ունենք շատ։ հարուստ լեզու եւ հին լեզու, բայց ոչ, ասենք Հայաստանում ծնված մեծացած մարդ բնականաբար իրանց համար, հեշտ է, այն չգիտեն, այդ մասը, բայց երբ որ դու մեկը 0-ից սովորես, երբ որ արդեն մեծ ես, շատ դժվար է։ Փիթեր, իսկ հաճախորդների, այցելուների եւ ձեր գործընկերների հետ հաղորդակցում եք հայերենով։ Եթե հասկանում են հայերենով, իհարկե հայերենով, բայց մեր մասան շատ տարբեր տեղից են գալիս, տարբեր ազգեր կան։ Մենք այստեղ մեր աշխատակազմը նաև խոսում են անգլերեն, որը իրանք հասկանան։ Որտեղ եք հասցրել լինել Հայաստանում, ինչ սիրելի վայրեր ունեք։ Հայաստանի բոլոր անկյունները այցելել եմ։ Բոլոր մարզերում եղել եք։ Համարյա բոլոր մարզերում եղել եմ, ես բնություն շատ եմ սիրում, այստեղ Ամերիկայում օրինակ ես Անտարի մեջ եմ եղել, երկար տարիներ մեծացել եմ այնտեղ, ոչ թե մեծ ինչ-որ մայրաքաղաքում, թե քաղաքում։ Դա եմ կարոտում, բայց երբ բնություն կա, որտեղ բնություն կա, ես շատ եմ սիրում Եղնազոր օրինակի համար, շատ սիրուն է։ Երևանից բացի Եղեգնաձորում կցանկանայիք ապրել։ Ապրել չեմ կարող ասեմ, բայց այցելը շատ սիրուն տարածքներ կան։ Բավականին երկար ժամանակ ապրել եք Կալիֆոռնիայում։ Հետաքրքիր է այսօր համեմատականներ անցկացնում եք Ամերիկայի եւ Հայաստանի միջև։ Տարբեր ոլորտների հետ կապված, ասենք հենց ձեր բիզնես գործառույթների հետ կապված, ռեստորանային ոլորտում, ինչ տարբերություններ եւ ինչ ընդհանրություններ եք նկատում։ Այդ թեման ես շատ եմ մտածել եւ շատ եմ սիրում, ես սիրում եմ իմ Կալիֆոռնիա, որտեղ ես ծնվել եմ, ինձ շատ բաներ է տվել։ Ամերիկա ինձ շատ հնարավորություններ է տվել, բայց երբ որ ես համեմատում եմ, ավելի բարդը այս նույն գործը, որ հիմա Հայաստանում եմ անում, եթե ես անեմ Ամերիկայում, բավական ավելի բարդ, բավական ավելի պահանջող կլիներ, տարբեր ասենք թղթաբանություններ, ժամանակ, եթե մի բան մի շաբաթ է տեղում ստե, մի ամիս կտեղվի այնտեղ։ Շատերը չեն պատկերացնում դա։ Այսինքն Հայաստանում բիզնեսի համար ավելի բարենպաստ է միջավայրը, քան Ամերիկայում։ Ոչ թե ավելի, այլ շատ ավելի։ Ես միշտ ասում եմ, okay, մենք խոսում ենք American Dream-ի մասին, American Dream, հա, կարաս այնտեղ քո համար ինչ-որ սերունդների համար բան ստեցես, արդեն դա այդ օրը անցել է, մենք արդեն պետք է խոսենք Հայաստան Dream-ի մասին։ Իսկ Հայաստանում հենց այս ժամանակին լիքը հնարավորություններ կան, որ դու կարող ես փոքր ներդրումով ստեցես մի բան, որ մնայուն է։ Այո, եւ ապահովի, եթե իհարկե շատ աշխատես, ապահովի սերունդներով։ Դուք որպես ամերիկյան մշակույթի կրող նաև ինչպես եք կարծում, արտասահմանյան մշակույթը ինչպես է ազդում Հայաստանում գործարար ոլորտի ձևավորման վրա։ Ուրեմն ճիշտ է, ես տարբեր բաներ բերել եմ հետս իմ այդ մշակույթից, որտեղ ես մեծացել եմ, օրինակ ամենասկզբում փորձեցի ոնց որ այն ձևով իրականացնեմ բոլոր գործերը, հնարավոր չի։ Ես պետք է հարմարվել տարբեր հարցերին։ Օրինակի համար, ես շատ անհամբերատար մարդ եմ, ես սպասում եմ, որ պատասխաններ լինի շուտ։ Եվ օրինակ Ամերիկայում բոլորը վազվզոցների մեջն են, առավոտից երեկոն, այստեղ մի քիչ տարբեր է, այստեղ ավելի հարաբերական, այստեղ կարող է սպասեմ ինչ-որ պատասխան եւ այլն, ես սովորել եմ համբերություն, բայց այս ոլորտ ինձի տարբեր հնարավորություն է տվել, որ սպասարկման
նրբություններին ծանոթանալու համար եւ նաեւ հասարակության հետ ծանոթանալու համար։ Օրինակ Ամերիկայում սպասարկումը շատ ուժեղ է եւ ես փորձում եմ ինչքան հնարավոր մեր թիմի մեջ լինի այդ արժեքները եւ մշակույթը։ Որքանով եք կարողանում հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին եւ արժեքներին։ Արդյոք գործարարի ոլորտը թույլ է տալիս դա ամբողջությամբ անել, թե երբեմն լինում է պահեր, երբ պետք է շրջանցեք կամ անտեսեք դրանք։ Անպայման թույլ է տալիս։ Եթե մենք դա չենք կարող պահենք, ուրեմն ինչ կարող ենք պահենք։ Դա է մեր հիմքը, իսկ ես միշտ կողմնեմ, որ մենք հավատարի լինենք մեր առաջնային արժեքներին։ Ճիշտ է, շատ պահեր է լինում, որ մենք ուզում ենք շեղվենք, գայթակղություններ են լինում, այո, ինչ-որ պահերը, բայց շատ անգամ ու իմ կինն էլ է հիշացնում, երբ որ մենք այդ որ կարող է ավելի հեշտ ստացվի, կարող է ավելի արագ ստացվի, եթե մենք դուրս պիտի գանք, այդ վերջում ոչ մի լավ բան չի սպասվում։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդ գործարարներին, որոնք ցանկանում են տեղափոխվել, հաստատվել հայրենիքում եւ հենց այստեղ բիզնես սկսել։ Ես կասեմ, որ դու լինես ասո գամքի մեջ։ Արդեն եթե իր գամքի մեջն եք, դժվարություններ լինելու է, չի լինելու կշարունակես։ Իսկ երբ որ դուրսն ենք, մենք կարող է դժվարանանք, կարող է հիասթափվենք, բայց իմ համար դա շատ կարևոր է եղել, որովհետև միշտ իմացել եմ, որ իմ տեղը այստեղ։ Եվ իհարկե Ամերիկա լավ երկրի, բայց քանի որ այստեղ պիտի լինեմ, Հայաստանում պիտի լինեմ, արդեն կապ չունի ինչ եմ ապրելու, ես գիտեմ ստեղ է իմ տեղը։ Իմացիր քո տեղը ու շարունակի այդ գործերի մեջ։ Շնորհակալություն Պիտեր, հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին միավորում է Հայաստանում ապրելու անսահման մեծ ցանկությունն ու հայրենիքում իրենց լիարժեք զգալու հնարավորությունը։ Մենք շարունակելու ենք բացահայտել եւ ձեզ ներկայացնել մեր հազարավոր հայրենակիցների տունդարձի պատմությունները։ Դրանք որքան նման են, նույնքան էլ տարբեր են եւ առանձնացող։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Կհանդիպենք։